դետեկտիվ հասկացողությունը Հայաստանում որակվել է որպես տաբու, գրեթե 80%-ը դա գրում է սիրասեռային այդ ոլորտը, սիրած, սիրեկան, սիրուհի, ինտրիգներ, ասի քույրիկ ջան կներեք, դուք կինն եք, դուք ով եք, ասած ես սիրուհին եմ, իմ դեմքը պատկերացրեք, ձեր ասպետը իրականում նույնն է, կարաք իրար շնորհավորեք, կենտ օրեր եք հո սիրածն ա եղե, զույգ օրեր եք հո սիրածն ա եղե, բայց հեռավար, այդ լրիվ թվային միջավայրում, այն տղամարդը, որը գլուխ կգովա, որ ես հաջողության եմ հասել ու իմ կինը դրա մեջ դեր չի ունեցել, ինքը թույլ տղամարդ է, ուժեղ տղամարդուն օգնում է իր կինը, միանշանակ առանց կնոջ չկա հաղթանակ։ Ողջույն, դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում։ Եթե չեք բաժանորդագրվել դեռ մեր ալիքին, ապա առաջարկում եմ հենց հիմա դա անել, քանի որ այսօրվա մեր զրույցը տարբերվելու է մյուսներից, տաղավար եմ հրավիրել առաջին մասնավոր դետեկտիվական ընկերության հիմնադիր Հայկ Գաբրիելյանին։ Բարև ձեզ։ Հարգանքներս Անա ջան։ Շատ ուրախ եմ, որ այսօր մեր տաղավարում եք, որովհետև մեր նախնական զրույցը անհավանական հետաքրքիր է անցել, վստահ եմ մեր հետևորդներին նույնպես դուր է գալու։ Եվ չնայած մենք սովորաբար խոսում ենք կին տղամարդ հարաբերությունների մասին, կյանքում եղած խնդիրների մասին, բայց ձեր մասնագիտությունը անմիջականորեն կապված է դրա հետ։ Դրա համար ես որոշեցի անպայման անդրադառնանք նաև այս թեմային։ Միանշանակ մեր մասնագիտությունը կապված է հենց ձեր հաղորդաշարի բուն էության հետ, որովհետև դետեկտիվը շատ ժամանակ ասոցացվում է կին եւ տղամարդ փոխհարաբերությունների, սիրային շփումների եւ այլն հետ, նաեւ անունը տաբու։ Ժամանակին երկար տարիներ դետեկտիվ հասկացողությունը Հայաստանում որակվել է որպես տաբու։ Այսինքն ինքը ոչ քննարկվել է, ոչ խոսվել է։ Իսկ ինչի է դա կապված։ Ասեմ ստերեոտիպների, մարդկանց մոտ կար ստերեոտիպներ, որ եթե օրենքում դետեկտիվ բառը գրված չի, ուրեմն դա արգելված է։ Մենք ջարդեցինք այդ ստերեոտիպները։ Մենք դեռ կխոսենք այն մասին, թե ինչից է սկսվել ձեզ մոտ այս գործունեությունը, բայց քանի որ դուք ասացիք արդեն խոսքը բացեցիք, ես իսկապես ուզում եմ արձանագրել, որ շատ շատերը դետեկտիվ ասելով, այն էլ մասնավոր դետեկտիվ, անմիջապես մտածում են, ահա ամուսնուս հետևելու համար շատ հարմար տարբերակ է, բայց դուք ինձ բոլորովին նախ ձեր ձևակերպումը ասեք, ինչ եք դուք ասում այդ թեման։ Ես ուրեմն հետաքրքիր ձևակերպում, որը մեր 5 տարվա գործունեության արդյունքում ձևավորվել է, հայերը դետեկտիվին հայ ազգը, աշխարհի միակ ազգն է, որը դետեկտիվին պատկերացնում է սիրասեռային եռանկյունու մեջ, այսինքն սիրած, սիրեկան, սիրուհի, ինտրիգներ նմանատիպ։ Մենք դրանով չենք զբաղվում, դրանով մենակ խորհրդատվություն ենք տալիս եւ փորձում ենք այն բաց դաշտը, որտեղ հոգեբանը, չգիտեմ, բժիշկը բաց են թողել, մենք լրացնենք դա եւ փորձենք վերականգնել ընտանիքների ամրությունը, ոչ թե քանդել։ Այդ մասին դեռ կխոսենք, բայց եկեք մեր հետևորդներին ասենք, որ ձեզ մոտ ամեն ինչ սկսել է դեռ մանկուց։ Ձեր հայրիկը ոստիկանության աշխատակից է եղել, հետո դուք եք եղել։ Առաջ անգամ ձեր հետերում ասեմ, տառաճանաչ դարձել եմ մինչև դպրոց գնալս 5 տարեկան։ Իմ երջանկայիշատակ տատիկս է ինձ սովորացրել տառերին, կարդալուն, հայերեն, ռուսերեն եւ այլն, եւ սկսել եմ շատ մեծ առեսօր իմ համար գիրքը իմ անբաժանելի ուղեկիցն է։ Եվ մանկուց իմ երևի թե պայմանավորված հայրիկիս աշխատանքով, ոլորտով իմ սիրելին եղել է դետեկտիվ գրականությունը, ինքնաբերաբար հայկական դետեկտիվների մեջ հայազգի գրողներից Վիկտոր Բալայան, որը այն ժամանակ սովետական շրջանում ներկայացրել է հետաքրքիր կերպարներ, հերոսներ եւ իրական այո ներքին գործերի միլիցիայի այն ժամանակ աշխատակիցներ եւ իր գլխավոր հերոսը եղել է այն ժամանակ կապիտան Դանելյան, որը հետո դառել է գնդապետ Դանելյան, դա Գրիգոր Գրիշա Դանելյանն է եղել, երջանկայիշատակ հերոսը։ Իրական կերպար, որին ես մանուկ հասակում 7 տարեկանում տեսել եմ մեր տանը, այսինքն հերոսին գրքի հետո եմ ես հասկացել, երբ որ գիրքը ընթերցել եմ, դրանից ավելի ուշ ես հասկացել եմ, թե ես ում եմ ճանաչել։ Իրական գրքի հերոսին ես պատիվ եմ ունեցել, բախտ եմ ունեցել մեր տանը հյուրընկալված ժամանակ տեսնելու։
Եվ դա երևի թե Աստծո կամքով ըտեղից է սկսել այդ կայծը, Դե որովհետև ասում են, չէ, որ մանկությունը շատ կարևոր դեր է խաղում մարդու հետագա կյանքի զարգացման վրա։ Դրա համար էլ բնականաբար նաև ձեր դեպքում է այդպես, բայց այնուամենայնիվ դուք որոշեցիք տնտեսագիտությամբ զբաղվել եւ ընդունվեցիք Ժող տնտեսության ինստիտուտ, այն ժամանակ այդպես էր կոչվում, 1990 թվականին եմ ընդունվել, գնացի մի ճանապարհով, որը որևէ կերպ էլի առնչվում էր իմ երազանքների հետ։ Այն ժամանակ դա դետեկտիվ բառը այդքան դες պրակտիկ չէր, սովետական միջավայրից անցում անկախ միջավայր, բայց ավելի շատ կար մի բան, որ տնտեսության մեջ էլ պետք է գնալ, շարժվել առաջ, փորել, վերլուծել, հայտնաբերել եւ այլն։ Եվ դրանից հետո ավարտելուց հետո ձեր կյանքը բոլորովին այլ կերպ դասավորվեց եւ դուք շատ արագ փոխում էիք ձեր մասնագիտությունները, ասեմ, թե ուղղակի աշխատավայրը, Աշխատավայրերը 4-5 տարվա կտրվածքով։ Դուք ասացիք, որ անընդհատ ինչ որ տեղից, որտեղ շատ ձեզ հարմարավետ էր, շատ լավ էր, որոշում էիք կայացնում եւ փոխում էիք։ Այ ինչի հետ էր նոր բան գտնելու, թե ի վերջո ձեր իսկական տեղը գտնելու ճանապարհ էր դա։ Ես առաջին անգամ այս պատմությունը ձեր եթերում, այսինքն այս ձեր նկարագրածը ձեր եթերում է լինելու, կարևորը այստեղ պետքա անկեղծության եթերը։ Ես իմ որոնումները եւ փնտրտուքները ոչ թե ես ինչ-որ բան կորցրել եմ ու ման եմ եկել, այլ ավարտելուց հետո ես ընդունվել եմ աշխատանքի ֆինանսների նախարարությունում, այն ժամանակ հիմա աուդիտոր են ասում, այն ժամանակ կա ռևիզոր։ Նո ռևիզորը դա ինքը տեսակով մի դետեկտիվ է, որը փորում էր տնտեսության մեջ։ Այո։ Ման էր գալիս արդյունաբերական ձեռնարկություններում, տարբեր կազմակերպություններում հայտնաբերում էր հափշտակություններ, չարաշահումներ եւ այլն եւ այլն։ Եվ ես ինչ շատ կոմֆորտնի զգալով, շատ լավ զգալով այդ միջավայրում մասնագիտական աճս ապահովելով կայացրեցի որոշում անցում կատարել ներքին գործերի համակարգ։ Այդ ժամանակ 98 թվականին կոչվում էր ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարություն, մեկտեղված էր երկու համակարգերը եւ ստեղծվել էր վերահսկողական ծառայություն նախարարի աշխատակազմում։ Ես անցում եմ կատարել այդ ծառայությունում ուղղակի այնտեղ դադարացրել եմ մարդիկ ափսոսում են, բայց տեղ բան ասում եմ չէ։ Հիմա անցնում ենք նոր ոլորտ։ Եվ աշխատակազմը հետո ներքին գործերի նախարարություն արդեն առանձնացավ, հետո դառավ ոստիկանություն, մոտարապես 10 տարվա կտրվածքով ես պաշտոններ եմ զբաղեցրել, աճել եմ այդ վերահսկողական ծառայությունում եւ կտրուկ որոշում կայացրեցի տեղափոխվել անձնագրերի վիզաների վարչություն։ Դա կամ նախախնամություն էր, կամ միգուցե ինձ հուշում էր իմ էությունը կամ բնազդը, որպեսզի ես շարունակեմ, այսինքն փոթորկոտ օվկիանոսում, ես փնտրեմ նոր ալիք եւ այդ ալիքով գնամ դեպի այլ ճանապարհ։ Եվ ինչպես նշեցիք, այդ պիկի վրա, փառքի, որ ասում են, նա պիկի սլավի, ռուսերեն ասած, ես որոշում կայացրեցի դուրս գամ պետական ծառայությունից։ Բոլորի մոտ զարմանք է, որտեղ մարդը ստեղծել է ամեն ինչ, կա ամեն հնարավորությունը նորանոր վերել դեր պաշտոններ, ղեկավարությունը չէր թողում ես հեռանայի, ասում են լավ, ինչ խնդիր ունես, ինչ ես ուզում գնաս։ Ես ասացի, որ ես ցանկանում եմ ինձ փորձեմ արդեն մասնավոր, ես զգում եմ, որ ես կայացել եմ, ես ցանկանում եմ ինձ փորձեմ արդեն մասնավոր տիրույթում։ Եվ տեղափոխվեցի արդեն մասնավոր կազմակերպություն, տարա անվտանգության ծառայության ղեկավար, փոխտնօրեն անվտանգության գծով, նորից զարգացումներ, թռիչքներ եւ այլ, ու հրավեր ստացա արդեն բանկերից մեկում անվտանգության վարչությունը ղեկավարելու եւ 5 տարի ղեկավարելով անվտանգության ստորաբաժանումը, որը շատ երազանքի պաշտոն է շատ մարդկանց համար, ես կտրուկ որոշում կայացրեցի դադարեցնել իմ պաշտոնավարումը եւ գնալ իմ մանկության երազանքի հետևից, ստեղծել Հայաստանի առաջին եւ դեռևս միակ մասնավոր դետեկտիվ ընկերությունը։ Եվ առ այսօր ես այդ ընկերությունը զարգացնում եմ, տանում ենք առաջ։ Հետաքրքիր է, մտավախություն չունեիք այդ պահին, որ նոր ոլորտ է, այստեղ դեռ ձեր ասած տաբու է, այդտենց մտակ ու որոշեցիք սկսել
Եվ ինչպես ստացվեց ձեր առաջին պատվերը, ինչպես իմացան ձեր մասին։ 2021 թվականին եղբորս Գագիկի հետ հիմնադրեցինք ընկերությունը։ Գագիկն էլ ոստիկանական համակարգում շատ երկար տարիներ ունի, բավականին մեծ օպերատիվ փորձ, ինքը գնդապետ է կոչումով, անցել ենք երկու եղբայր անցել են լավ ճանապարհ պատվարժ։ Հիմա երբ որ մենք հիմնադրեցինք ընկերությունը, մարդկանց մոտ առաջի հայացքը է, որ ոնց գիժ են սրանք։ Ուղղակի, իսկն անհասկանալի բան էր։ Ես ավելի խելամիտ գտնվեցի, ինչ արեցի, անդամակցեցի առաջի քայլով մասնավոր դետեկտիվների միջազգային ասոցիացիային, որը իրավամբ համարվում է ԱՊՀ, նախկին Խորհրդային Միության տարածքի պետությունների դետեկտիվների ասոցիացիան։ Որից հետո դե արդեն այդ ամեն ասոցիացիայի որ անդամակցում ես, իրենք ունեն հատուկ համակարգ, որտեղ գրվում է դետեկտիվի անուն, գրում է նրա տիրույթը, ընկերությունը ինչով կարա զբաղվի, ինչով կարա օգնի։ Նաև սկսեցինք ակտիվ սոցիալական եւ մեդիա հարթակներում մեր ճանաչելիությունը մեծացնել, այսինքն ոչ թե թաքնված մանգալ պատերի անկյուններով կամ եւ այլն խոշորացույց ու բինոկլը ձեռքերից, Սկսեցիք խոսել ձեր մասին։ Սկսեցինք խոսել, սկսեցինք հանդիպել, մամուլից չխուսափել, հանրայնացնել, ճանաչումը մեծացնել, որի արդյունքում եկավ արդեն ձեր ասած առաջի պատվերը։ Հիշում եք, որ միանշանակ ամերիկացի մի տղա, որը Ռուսաստանից էր, շատ հետաքրքիր, ինքը Հայաստանի հետ կապ չուներ։ Ինքը մեկնել էր Ամերիկա եւ կորցրել էր իր առաջի սիրու, դասընկերուհու տվյալները։ Մեր առաջի ամել փորձառություններ։ Մենք հետաքննեցինք, գտանք այդ աղջկան, որտեվ գիտեր անունը, հիշում էր քաղաքը, դպրոցը, բայց պետք էր նույնականացնել։ Լավ տվյալներ ունել, այսինքն այդքան էլ բարդ չէր գտնելը։ Ну 50-50 էր։ Մենք գտանք այդ աղջկան հեռախոսը, բայց կա դետեկտիվական բիզնեսի մեջ կամ գործունեության մեջ մի հետաքրքիր կրեդո, երբ որ դու գտնում ես ինչ-որ տիպի հետաքննություն կա, անպայմանային կողմին ում վերաբերյալ հետաքրքրվում են, պետք է հարցնես իրան, որ քեզանով X-ը հետաքրքրվում է։ Այսինքն նույնիսկ եթե գաղտնի ինչ-որ մեկը մեկի որոնում է։ Չէ, գաղտնին ուրիշ է։ Այս դեպքում հանդիպման ակնկալիք կա։ Հասկանալի։ Կա մի քանի կատեգորիա, էլի, այսինքն կա գործընկերային կամ բիզնես հետաքննություններ, դա ուրիշ է։ Բայց այս դեպքում կար անձնային, ինքը ասում եմ առաջին սերն է եղել եւ այլ եւ այլ, ընդհանրապես մեզանից մնում էր զանգել այդ աղջկան, արդեն ասել ներկայանալ, որ մենք այս մարդիկ ենք։ Մենք գտել ենք քեզանով հետաքրքրում է քո դպրոցական սերը, ընկերը եւ այլն։ Ինքը ասաց ինքը շատ ուրախացավ։ Ասաց իսկ կտակ իր տվյալները ինձ, ասացի արի ինտրիգը պայենք միջև վերջ, մենք քո տվյալները կտանք քո ընկերոջի, ինքը թող զանգարի, ու դա մեր առաջի քեյսն էր հետաքրքիր։ Հետաքրքիր է, այդ երբ որ դուք գործը բերում եք, արդեն հասցնում եք ավարտին, բացի այն որ պրոֆեսիոնալ ձեր գործը անում եք, նաև մարդկային ֆակտոր կա, օրինակ ուրախանում եք, որ մարդիկ գտնում են իրար, հետաքրքիր է այդ բանը։ Նայեք, օրինակ իմ համար կախված դեպքից կամ հետաքննվող գործից, եթե գործը բարի նպատակներով, օրինակ չգիտեմ, կորած բարեկամներն են իրար որոնում, ընկերուհի ինչ-որ տենց ամուսնական նպատակով հարցերը, երբ որ արդյունքը ստանում ես, ուրախանում ես։ Իմ համար ես շատ ցավ եմ ապրում, երբ որ մենք հետաքննում ենք, ունտեղ լինում է խարդախություն, տարբեր տեսակի զեղծարարություններ եւ ամենացավալին է, որ կերպարը հայ է լինում։ Այդտեղ ես ապրում շատ խորը ցավ։ Այսինքն էմոցիաները կան եւ դրական եւ բացական։ Հուզումը կա։ Իրականում գործունեությունը ինքը մեջ է բավականին դրամատիկ է։ Օրինակ կա մի պատմություն, որը ձեզ շատ է հուզել, որ տպավորվել է, որ հիշում եք անընդհատ այդ հուզականության առումով։ Սենց ասեմ, Աննա ջան, երկու պատմություն ունենք, որոնք շատ հուզական են իրականում, բայց ամենահուզականը այս վերջում էլ մենք նաև պատմվածքն ենք շարքում հրապարակվել, որը կուզեմ պատմել, մի աղջիկ որոնում էր իր բիոլոգիական մորը 44 տարի հետո։ Մենք հետաքննեցինք, ծանրաբեռնեմ հաղորդումը, գտանք մորը հայտնաբերեցինք։ Այսինքն ինքը այլ ընտանիքում էր ապրում։ Լրիվ ուրիշ ընտանիքում էր։ Այլ երկրում։ Այլ երկրում ինքը սովետական ժամանակաշրջանի ռուս KGB-ի գեներալի աղջիկ էր։ Տատիկը մահանալուց իրան ասել էր գաղտնիքը, որ դու մեր աղջիկը չես, ու ինքը զանգահարել էր ինձ, ասում է գիտեք, ես զգում եմ, ես թուխ եմ, մերոնք սլավոնական, սպիտակ, շեկ արտաքինով եւ այլ,
Ես ուզում եմ գտնեմ իմ մայրիկին։ Մենք որոշակի շատ խորքային հետաքննություններ, ուսումնասիրություն, իր Բայց բիոմետրիկ ինչ տվյալներ ուներ, որ ոչ մի տվյալ։ Իր տվյալով ինքը Երևանից էր։ Դրա համար էր դիմել մեզ։ Իր տատիկը մահանալուց ասել էր, որ դու քեզ Երևանից ենք առել։ Դաժե չէին ասել, որ որտեգրել կամ բան։ Իր նկարների միջոցով ուզեցինք մի քանի նկարներ, բիոմետրիկ համակարգի մեջ կիրառելով, գտանք 85% եւ ավելի նմանությամբ եւ պարզվեց այդ նմանակը վրացուհի է։ Ինքնաբերաբար տեղափոխեցինք Վրաստան մեր հետաքննությունը, շատ բան պատմություն էր 17 տարեկանում այդ աղջկա մայրը 79 թվականին լինելով շատ հայտնի մարդու աղջիկ Վրաստանի սովետական ժամանակաշրջանի հղիացել էր, հետո հայրը տարել էր տանը գաղտնի ծննդաբերել էր, որից հետո Վրաստանի KGB-ի աշխատողներից մեկը իր այդ ռուս գործընկերոջը, որը երեխա էր մանգալի որտեգրելու, ասում է, որ մեր Վրաստանում սենց լավ ընտանիքի լավ ոնց որ որակյալ երեխա կա, լավ գեներով երեխա կա։ Գալիս են այդ երեխային վերցնում են, ունդեղ արդեն տանում են ուրիշ հիվանդանոցում կեղծ ծննդաբերություն են ձևակերպում, ոչ թե որտեգրում են լրիվ կինոյի Սցենար։ Այդտեղից մեքենայով բերում են Երևան, Երևանից մեքենայով իրանք նկրում են Պիցիգորսկ, Պիցիգորսկում գնացքով Մոսկվա ու այդպես հետքերը կորցնում են։ Այս մեր պատմության ամենադրամատիկ հատվածը նա էր, որ մենք մորը ասացինք քո աղջիկն ուզում է քեզ տեսնի։ Ինքը ասաց չեմ կարա տեսնեմ իրեն, չեմ ուզում։ Ինչ հետաքրքիր է։ Եվ ստիպված մենք մի փոքրիկ ցենց ճակերտավոր խարդախ հնարանք կիրառեցինք, եղբայրս իմ գործընկերոջ Շալվայի հետ բարում սրճարանում մի անկյունում նստեցին այդ կնոջ հետ ուղակի զրուցելու եւ ես այդ մեր աղջկա հետ մտա ասացի մի հատ պայման ունենք դու իմ կողքը հիմա նստում ես հերվից նայում ես քո մորը դրանից դրամատիկ ու դաժան տեսարան չեմ պատկերացնում ես էլ որ իրականում ինձ էլ է հուզել ես աղջիկը հոնքուր լաց էր ես ձեռքը պին բռնել եմ որտեվ իր մոտ կարար լիներ էմոցիոնալ պորտկում ինքը վազեր դեպի մայրը հա ես էլ եմ ուզում հասնել արանքում 2-3 սեղան է այսինքն ինքը կարար վազեր ես ստիպված ցած պահել է իրան ու ես էլ եմ զգում որ արդեն են որ աշկերիցս հեսա կաթալու է այդ ձևի մոտ ցած հոգիս լրիվ խաղում էր Այսինքն ոչ մի կերպ այդ կինը չհամաձայնեց աղջկան տեսնել։ Երևի թե իր մեջ կար իր մեղքը ներքին։ Իր մեղք կար, մեղքի զգացում կար, ես իրան մոտ 2 ժամ զրուցել եմ, բացատրել եմ, որ հարգելիս պրետենզիա չկա, այդ աղջիկ ուզում է գա քեզ գրկի, համբուրի ու գնա։ Մոռանալու է քեզ իրականում։ Ու ստիպված հեռավար եղավ այդ հանդիպումը։ Այսինքն դուք այդ կանոնները պարտադիր պահում եք, եթե չի ուզում միանշանակ մանավանդ նմանատիպ դեպքերում տեսեք բիզնես հետաքննությունների ժամանակ որտեղ կա ասենք հայտնաբերել խարդախին զեղծարարին հիմա հանցագործին ոչ ես ասելու ես քեզ ման եմ գալիս հանցագործին հայտնաբերում ես փաստաթղթերը տալիս ես համապատասխան մարմիններին իրան ուղարկում են երկարատև հանգստի Հետաքրքիր է դուք աշխատում եք նաև ձեր տղայի հետ ձեր եղբոր եւ ձեր որդու հետ այդ ընտանեկան հետաքրքրությունը ձեր տղայի մոտ մանկուց է թե ընթացքում ուղակի զգաց որ ինքն էլ է մասնակցելու անպայման Ես դրան կասեմ սենց իր մոտ երևի եղավ գեների կանչը Ինքը գնաց ամենածանր շրջանում պատերազմից հետո զորակոչվել է բանակ ծառայել է զինված ուժերում парքով պատվով շատ լավ ընդունվել էր պոլիտեխնիկ ինստիտուտ տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության գծով եւ այլն ինքը ընտրել էր այդ ճանապարհը Եվ այդ շրջանում նաև սկսեցինք մենք այսինքն իր բանակ գնալու զուգահեռ հիմնադրվեց մեր ընկերությունը դետեկտիվ գործունեությունը բանակից վերադառնալուց հետո ինքը կտրուկ որոշում կայացրեց ասաց ես տեղափոխվում եմ պոլիտեխնիկից ուզում եմ գնամ իրավաբանական որ նայում ես ասես այ տղա ջան նա մասիստ է նա արագաստ է իրարից հեռու տարբեր դիրքերում են դու ասես չէ ես հետաքրքիր է ասացի դե ուզում ես որոշումը քննա տեղափոխեց արդեն գործերը քննությունները տարբերություններ հանձնեց իրավաբանական եւ այլն ու զգացի որ ինքը հետաքրքրված է ասի կուզես գաս մեր մոտ աշխատես ասեց հա ինքը արդեն միացավ թիմին մեր հետ է բավականին խորքային սովորում է
Իմ եղբորս հետ միասին ինքն էլ ավարտեց Սանկտ Պետերբուրգի մասնավոր դետեկտիվների բարձրագույն դպրոցը, այսինքն որակավորված դետեկտիվներ ենք մենք նաև ունենք կրթական այդ բանը, ու այսօր շատ ակտիվ է ինքը։ Հեշտ է աշխատել ընտանեկան միջավայրում։ Երկու եզր կա, եւ հեշտ է եւ դժվար։ Նայեք, հեշտ է այնքանով, որ ներքին հարցերը, երբ որ մի բան ենք քննարկում, կանաք հարազատավարի քննարկում։ Վստահ եք, այո։ Երբ որ արդեն գալիս է այն պահը, որպես ղեկավար, որ պետք է դիտողություն անես կամ որևէ բան, ֆռմա որ չէ, էլի չի ստացվում, բայց օգնում է այդ հարազատական միջավայրը։ Այսինքն վերադառնում ենք հարազատական միջավայրով եւ մեր մասնագիտական բանավեճը կամ դիսկուսիան իրականում տանում է դեպի այն ճշմարտությանը, որը պետք է լինի։ Իսկ ձեր կինը ինչպես է վերաբերվում ձեր այս նախ այն ամբողջ ընթացքին, որ փոփոխություններ էիք անում, առաջ էիք գնում, որոշում էիք փոխել մասնագիտությունը, հիմա էլ արդեն ձեր որդուն եք տարել, որքանով է կարևոր այդ կնոջ դերը տղամարդու կյանքում այս առումով։ Իմ կինը 25 տարի է, մենք ամուսնացած ենք։ Անցած տարի դեկտեմբերին 25 թվականի լրացավ ամուսնության 25-ամյակը։ Ինքը իմ գաղափարական, քաղաքական, մարտական, հեղափոխական ու ամեն ձևի իմ ամենամոտ ընկերն է։ Ինքը իմ ամենամոտ դաշնակիցն է, այսինքն մարտուն վրա ես հենվում եմ, մարտով ին վրա է հենվում։ Եվ ինքը այդ փոփոխություններին վերաբերվում է ասենց, եթե ես քեզ վստահ եմ, ես գիտեմ, որ դու եթե մի բան ընտրել ես, անելու ես լավագույնը։ Ես քո կողքն եմ, ես իօգուտ քո որոշման երկու ձեռքով կողմ եմ եւ քվեարկում եմ։ Եվ իր ամենամեծ երևի ինձ աջակցությունը հենց այս մեր դետեկտիվ գործունեության հիմնադրման մեջ ամենամեծերից մեկը երևի եղել է իր աջակցությունը, որ եկա տուն ասացի, գիտես ինչ, Կարեն, սենց բան եմ որոշե, գնում ենք այս ճանապարհով, դե իրանց համար էլ դե կոմֆորտն է, ասենք, բարձր աշխատավարձ, ասենք ֆինանսական եւ այլ հարցեր, ու դու միանգամից ստոպ ես տալիս, ու անցնում ես լրիվ ուրիշ վիճակի, ինքը ասես դες ինչ կա, մենք կյանքում ես շատ ճանապարհներով անցնելով եկել ենք, ու այդ ճանապարհները միշտպես բերել են Աստծո կամքով ճշմարիտ ուղու, որևէ կերպ այլ ալեբախության կամ բանի չենք հանդիպել, ես նորից ասում եմ, ես համոզված եմ, չգիտեմ դու ինչ ես ուզում, որովհետև դետեկտիվն այդ ժամանակ մարդիկ Շերլոկ Հոլմսից ու Պուարոից մեկրեից են կողմ ուրիշ բան չգիտեին, գրքով դետեկտիվից կամ ֆիլմային դետեկտիվներից, ասած բայց ես վստահ եմ, որ դու կարալու ես անես, ես քո հետ եմ, մենք իրար հետ ենք, ու ավելին ասեմ, ինքը իմ ֆիրմայում բաժնետեր է, այսինքն Հայաստանի միակ դետեկտիվ ընկերության բաժնետերը իմ կինն է։ Վստահությունը 100%։ Առանց իրա չէր կարա։ Այսինքն համաձայն եք այն մտքի հետ, որ միշտ տղամարդու, ուժեղ տղամարդու, հաջողակ տղամարդու հետևում անպայման նաև կա ուժեղ խելացի կին։ Միանշանակ այն տղամարդը, որը գլուխ կգովա, որ ես հաջողության եմ հասել ու իմ կինը դրա մեջ դեր չի ունեցել, ինքը թույլ տղամարդ է։ Ուժեղ տղամարդուն օգնում է իր կինը։ Տեսեք, զինվորական լեզվով ասենք, դու լավ զինվորական ես, բանակդ ուժեղ է, հարձակումներ, զենք, զորք, թնդանոթ ամեն ինչ ունես, բայց երբ որ քո թիկունքը ամուր չի, իսկ կինը քո թիկունքն է, ինքը ապահովում է քո թիկունքը ամուր եւ դու գնում ես դեպի քո հաղթական առաջընթացը։ Միանշանակ առանց կնոջ չկա հաղթանակ։ Լավ, հիմա հետ վերադառնանք մեր սիրած թեմային, սիրած դա ճակերտավոր եմ ասում, որքան հաճախ են ձեզ դիմում այ հենց ամուսինների այլ կանանց հետ կապը գտնելու եւ վերականգնելու համար, որքան հաճախ դա տեղի ունենում։ Ես ստատիստիկ տվյալ ասեմ, զանգերի այցելությունների նամակագրության գրեթե 80%-ը դա գրում է սիրասեռային այդ ոլորտը, հա, չէ, այդ ոլորտից է, եւ ավելին ձեզ ասեմ, շատ ժամանակ հիվանդագին աշճանի, երբ որ մարդը զանգում է, դու հասկանում ես, որ այնտեղ խնդիր չկա, իրականում չկա, ուղղակի ինքը շատ խանդոտ է, շատ կասկածամիտ է, չգիտեմ, ու տենց բաներ, 80% է ինքը կազմում ու ոչ թե մենակ կանայք տղամարդկանց, այլ հակառակտելով ենք։ Տղամարդիկ էլ են այսինքն։ Տղամարդիկ էլ են երբեմն դիմում տարբեր նմանատիպ հարցերով։
Ինչ եք անում նման դեպքերում, չէ՞ որ ասում եք, որ չեք զբաղվում։ Նայեք, մենք ամենակարևորը, որ զրույցի սկզբում էլ ասացի, փորձում ենք խորհրդատվությամբ այն դատարկ տարածքը, որը իրանք զգում ես, մարդն ունի հոգեբանի խնդիր, այս մարդն ունի որոշակի, չգիտեմ, առողջապահական խնդիր, եւ այլն պետք է բացատրել։ Ու այդ դերը ստանձնում եմ ես։ Այսինքն բոլորի հետ, Բոլորի առանց առանց խտրականության, առանց որևէ հարցի 2-3 ժամ նույնիսկ խոսում եմ, հետները հուզվում եմ, ուրախանում եմ, հոգեբանի դերել եք կատարում։ Ինչ եմ անում, ռուսերեն ասած պարը հանում եմ, այդ երման վիճակը փորձում եմ թույլատնեմ, եթե զգում եմ, որ իրականում կա որևէ խնդիր լուրջ, ուղղակի փորձում եմ խորհրդատվությամբ օգնել, ասել, գիտեք, որ դուք գնաք այստեղ ուշադիր լինեք, դուք կարող գտնեք։ Մենք չենք անում։ Դուք փորձեք, դուք գտեք, բայց ելի վերջում խորհուրդ եմ տալի, աշխատեք կամուրջները չայրել։ Ամեն դեպքում պահեք ձեր ընտանիքը, որովհետև ընտանիքը շատ թանկ է։ Արժի ամեն ինչ, ընտանիքից թանկ ոչինչ չկա։ Բայց դուք նաև վստահ եմ եւ մի պատմություն էլ ինձ պատմեցիք, շատ զավեշտալի դեպքերի հետ եք հանդիպում։ Դա ես այդպես հավաքում եմ մեր պատմությունները, որովհետև ինչ որ ժամանակ հետո դա էլ իր շարքն է ունենալ, այսինքն բացի այն որ ունենալ ենք դեպքերով պատմվածքները, նաև զավեշտ է։ Եկան երկու կին, նստեցին, զրուցում ենք, բարև ձեզ, մի կինը ներկայացավ, որ ինքը կինն ամուսնուն է կասկածում, պատմա, կողքի կինը աջակցում է, ոնց որ հայերեն ասած դամ է պահում։ Ասի քույրիկ ջան, կներեք, դուք կինն եք, դուք ով եք, ասած ես սիրուհին եմ, իմ դեմքը պատկերացրեք, Աննա ջան, ասած սառած աշկերես 4 տարած, ասի ոնց սիրուհին եք, բա ում եք ման գալիս, ասած երրորդին, ջահելն է հայտնվե, հիմա մեր ձեռից տանում է, էլի, ես բարդուն եւ այլ, ասի ձեզ մի հատ խորհուրդ տամ, ասի մի քիչ դաժան է, բայց բան է, որի տունը կգա այդ մարդը Արդեն իրանք բացատրեցին, որ իրանք հաշտ ու ամերաշ 15 տարի ապրում են։ 15 ճանաչում են իրար, նվերներ են փոխանակվում մարտի 8-ին կամ բան, նա գիտի, որ նրա հետ արձակուրդ երբ է գնալու, նա գիտի նրա հետ երբ է գնալու եւ այլ։ Ասացի նայեք, ձեզ մի հատ խորհուրդ եմ տալի երկուսիդ, քանի որ դուք արդեն եկել եք դաշնակից եք եւ որոնում եք ձեր ախոյանի ճշտամուն, այդ մարդը որի տուն կգա, ճաշի հետ մի քիչ լուծողական խառնեք, թող մնա տունը։ Դուշ չգա։ Ես չար բան եմ ասել, բայց օգտակար է, էլի, ամրացնելու համար ընտանիքը։ Վերջը, այս մարդը անցավ, գնացին երջանիկ ուրախ, մի ամիս հետո մի տղամարդ եկավ թանկարժեք խմիչքով, տենց քաղցեղենով, բանով, բարև ձեզ պարոն Գաբրիելյան, դուք իմ տունը փրկել եք ընտանիքս, բան, ասում եմ, ես քեզ ոչ ճանաչում եմ, ոչ տեսել եմ, դու իմ մոտ չես եղել։ Ասացի, ես այն տղեն եմ, որ կինն ու սիրածը եկել են քո մոտ է, ասում եմ հետո, ասում քո խորհրդով իրանք կարացան իմ աչքերը բացեն ու ես փրկվեցի։ Աղջիկ ուզել էր այնտեղ փայեր մտներ, գույքի մեջ եւ այլն, արդեն հասկացել էր այս մարդը, վերջ հետել մեր ամենազավեշտալի հետաքրիր դեպք։ Զանգ եկավ ձեռքից, բարև ձեզ պարոն Գաբրիելյան, դուք ինձ հետևում եք, մի տղամարդ է զանգի։ Ասում եղբայր, մենք անձին Հայաստանում չենք հետևում, օրենքով արգելված է։ Ով է ձեզ ասես, կինս ասե։ Փաստորեն դետեկտիվի անունը դառել էր կնոջ կողմից զսպող գործիք։ Այո, ձեզ ասել էր Գաբրիելյանին տալով վախեցնում են։ Ասել էր Գաբրիելյանին, ասել եմ քեզ հետևում, հա, իսկ մարդն մտածել էր ինչ եմ արել։ Ես գիտեմ նաև, որ դուք շատ գործընկերներ ունեք տարբեր երկրներում, նախ ուզում եմ հասկանալ այդ կապերը ինչպես ստեղծվեցին, որովհետև տարբեր երկրներում ունենալ հավատարիմ մարդիկ, ում հետ կարող ես դու կարևոր գործեր իրականացնել, բավականին բարդ գործընթաց է։ Աննա ջան, ես ոնց որ ասացի, առաջի փուլում մենք դառնանք դետեկտիվների միջազգային ասոցիացիայի անդամ, այսօր ձեր եթերում նաև հայտնեմ, որ առավոտյան որոշումը կայացրա եւ ես դառել եմ այդ ասոցիացիայի նախագահ։ Միազդյա որոշմամբ։ Խորհրդի, հա։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Հուսով եմ նոր ավելի հետաքրքիր գործեր կբացահայտեք։ Եվ այդ ասոցիացիային զուգահեռ նաև ես դարձել եմ դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի, դա մեր ինդուստրիայի կամ բիզնես ոլորտի ամենաուժեղ ասոցիացիան է, միությունն է, որը ունի 100-ից ավել տարվա պատմություն, 1000-ից ավել անդամներ եւ ընկերություններ եւ կազմակերպություններ դետեկտիվական բիզնեսով, որտեղ մենք շփվում ենք որպես ընկերներ, եղբայրներ, sense հարազատներ, դա մեզ հնարավորություն է տալի աշխարհի գրեթե 160 պետություններում
լինել ներկայացված իրենց միջոցով, այդ ձեր ասած վստահելի եւ հավատարիմ գործընկերների միջոցով եւ ճշտել ցանկացած տեսակի տեղեկատվություն կամ հետաքննություն, թե ֆիզիկական անձանց, թե կազմակերպությունների, թե գույքի վերաբերյալ, օրինակ ունենք մի հաճախորդ, որը փնտրում է անշարժ գույքեր, Ռուսաստանից է ինքը, աշխարհի երկրներում, որի մեջ ֆոբիա ունի, մարդ մահացած չլինի այդ տանը ասում է։ Լուրջ ունեցվածքի տեր մարդ է, աշխարհի շատ երկրներում գույքեր ունի, ասում եմ խնդրում եմ դուք ճշտեք, որ այդ տանը մարդ մահացած չլինի։ Հիմա մենք ճշտում ենք, ու ինքը մեր ճշտածին հավատում է, որտեղ առաջի մի քանիսը մեր ստուգածի վրա ինքն էլ է ստուգել իր աղբյուրներով։ Երբ որ տեսել է, որ մենք վստահություն ենք ներշնչում, ինքը արդեն անցել է այդ ճանապարհով։ Հիմա մեզ որ տուն առնում, տարին 1-2 անգամ ունի այդ դեպքը, ինքը դիմում է մեզ, մենք այդ տունը ճշտում ենք։ Ասոցիացիայի շրջանակներում մենք արդեն անցած տարի ես ընտրվել եմ դեսպանը ռեգիոնում, այսինքն Անդրկովկասի եւ Միջին Ասիայի պետություններում ես դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի դեսպանն եմ։ Ու պես հնարավորություններ ընդարձակ են։ Ես գիտեմ, որ հենց այդ հնարավորությունների միջոցով եք դուք նաեւ միջազգային տարբեր այդ դեպքեր բացահայտում, որոնցից մեկը շատ հետաքրքիր կուզեի պատմեք այդ դեպքում սիրուհուն գտնելու, կնոջը սպանելու այդ դեպքը այդ տղայի։ Ահա, դա մեր ամենահետաքրքիր արաբական, հա, ինքը շատ հետաքրքիր պատմություն էր, արաբական շատ հայտնի ընտանիքներից մեկի, շեյխերից մեկի տղան զանգահարեց ինձ, բայց ես Երևանում եմ, պարոն Գաբրելյան, խնդրում եմ ձեր օգնությունը, հանդիպեցինք հյուրանոցում, իր կենտրոնի հյուրանոցներից մեկում, ասի ինչ խնդիր ունեք, բա իմ եղբայրը ճիշտն ասած իր սիրած աղջկանը գնդակահար է մեր երկրում, ասում եմ, ցավտան, բա քո իր եղբայրը գնդակահարել է, մենք ուր, քո երկիրն ուր, ասած ճիշտն ասած մենք նայել ենք, ուսումնասիրել ենք եւ տեսել ենք, որ ձեր ընկերության ռեյտինգը բավականին բարձր է միջազգային միջավայրում, բոլորը ձեզ վստահում են, ճանաչելիությունը, տարբեր հետաքննություններ ունեք արած, ձեր մասին պատմությունները կան, մեզ հետաքրքիր է եւ այլն, ու մենք որոշել ենք ձեզ դիմենք, խնդրում ենք օգնեք։ Ասացի լավ, տվյալները տուր, հասկանանք, սկսեցինք վերլուծել։ Բայց սպանության դեպքում ինչ պիտի դուք անեիք։ Խնդիրն էսպիսին էր, եթե մենք գտնում ենք հիմնավոր տեղեկատվություն, որը կարող էր ցույց տալ, որ այդ տղան աֆեկտիվ վիճակում է հայտնվում, այսինքն չգիտեմ, այդ աղջկա վրա որևէ արատավոր տեղեկություն կամ տեղեկություն, որ այդ աղջիկը դրա միջոցով այդ մեր հաճախորդի եղբորը հունից հանել է հիմնավոր ձևով, որը տարել է նրան, այսինքն խախտվել է, խփել է։ Դա կօգներ նրան մահապատժի որոշումը չեղարկել։ Փոխել մահապատիժը գոնե։ Փոխել մահապատիժը, որտեղ իրականում ինքը գնում էր լուր էր այդ տղան, եղբայրը, ով որ դատապարտվում էր, ինքը լուր էր, ոչ խոսում էր, ոչ մեկ այդ ոչինչ չէր կիսում, լուր գնում էր իր պատժին։ Մենք այդ տվյալները վերցրեցինք, արդեն Ռուսաստանում մեր գործընկերների միջոցով աղջիկը ռուս էր։ Աղջիկը ռուս էր, աղջիկն արել էր ավելի հետաքրքիր մի բան, ինքը աղանդավորական այնց հավատքի անդամ էր եւ այս տղային Ռուսաստանում ձևակերպել էր իրանց կեղծ ամուսնությունը։ Մեր գործընկերները այդ աղանդավորական մատյանից իրանց ամուսնության գրանցման սկրինշոտ արեցին, նկարանեցին, որտեղ այս տղան ստորագրել անգլերեն։ Ուղարկեցին եղբորը, ասաց իմ եղբայրը կյանքում անգլերեն չի ստորագրում, ինքը արաբերեն է միշտ ստորագրում։ Այստեղից պարզ դարձավ, Այստեղից արդեն սկսեց process-ը, հետո հասկացանք բանկերից մեկի այդ քաղաքի անվտանգության ղեկավարին Բաղեմի բարեկամ ընկերն խնդրեցի, ասի քո տեսախցիկները պետք է նայենք այդ օրվա։ Ասի իմ սիրած աղջիկն է, ասեց խաբեց էլ, մի քիչ այդ մեր ընկերոջը, բայց դա արժեր գործի համար, ասի իմ սիրած աղջիկն է, այս դեմի շենքն է, մտնում դե տեն մեր սիրախաթել եկել եմ ձեր քաղաք, բան, ասես լավ, որ ուզում ես արի նստի, ճիշտ է, կարգերը խախտում ենք, բայց թույլ եմ տալիս։ Վերջը կամերաներում նայեցինք, որ այդ տեսախցիկն է, որ այդ աղջիկը մենակը բանկետ մասնաճյուղը գտնվում էր հենց իրանց այդ հավատքի տեղի դիմաց։ Տեսախցիկներով նայեցինք, որ ինքը մենակ է մտնում այդ օրը, ամուսնության օրը, դա էլ երկրորդ փաստն էր, այդտեղ իմ գործընկերը սովոր հետս էր, իմ նայելու ժամանակ սիրուն հեռախոսով նկարեց էկրանից, այդ վիդեոն էլ վերցրեցինք, մի քիչ զարտողի բան արինք, էլի մեր ընկերոջը։ Դե ձեր գործի համար։ Բայց ասում եմ, հա, որտեղ հանուն արդարության էր, այն տղայի կյանքն ենք փրկում։ Երբ որ միտեղ կա մարդու կյանքը փրկելու խնդիր, այդ ժամանակ կարելի է նմանատիպ խարդախ բաների կավիճ չակերտավոր դիմել։
Դրանից հետո ճշտեցինք հյուրանոցում, որ այդ տղան ամբողջ օրը հարբած ա եղել, այս աղջիկը խմացրել է այս տղային, հարբած ա եղել, հյուրանոցում ա եղել, դուրս չի եկել, այդ փաստերը վերցրած եկա հետ Հայաստան, փոխանցեցինք 3 ամիս հետո այդ մեր հաճախորդը, որը մեր մոտ հաճախորդ չկա, մեր հաճախորդները դառնում են մեր բարեկամներ, բոլորը մեր բարեկամներն են։ Եկավ իր ամբողջ շնորհակալական խոսքով, ասաց պարոն Գաբրելյան, մեր ամբողջ ընտանիքի կողմից շնորհակալություն, մենք ամբողջ օր աղոթում ենք ձեր առողջության, բարեկեցության համար, որտեղ իմ եղբայրս մահապատժից փրկվեց եւ տվեցին 5 տարի։ Ընդամենը զենքի հետ այդ բանի աֆեկտի վիճակում կրակելու համար, սպանելու համար ու այնց ավարտվեց այդ մեր հետաքրքիր հետաքննությունը։ Մեր նախնական զրույցում խոսեցիք մի բանի մասին, որին ես անպայման ուզում եմ անդրադառնալ, որպես մասնավոր դետեկտիվ, ուզում եմ, որ դուք խորհուրդ տաք բոլոր հատկապես այն կանանց եւ աղջիկներին, ովքեր անծանոթների հետ նամակագրություն են ունենում եւ ոչ միայն նամակագրություն, այլ ուղարկում են լուսանկարներ, տեսանյութեր, ինչն է կարելի, ինչը չի կարելի։ Ամենացավոտ թեման, որ Աննա ջան շնորհակալ եմ, որևէ եթերում չեմ ասել, հիմա ձեր եթերում։ Սիրելի մեր աղջիկները, որոնք գայթակղվում են հեռախոսային կամ ֆեյսբուքային կամ սոցիալական այլ ցանցերով սպիտակ ձիու վրա նստած ասպետների կերպարով։ Իրականում այդ ասպետները չարամիտ մարդիկ են։ Ունենք դեպքեր, երբ որ մարդուն նկարն էին ուզել, ուղարկել էր ուղղակի իր մերկ նկարները, հետո տեսանյութ էր ուղարկել ու եկել է, ասում է, եթե ինձ շանտաժի են ենթարկում, եթե չբացահայտեք, ես ինքնասպան կլինեմ։ Այ բալամ, ինչ գործ ունես ինքնասպանել, որ սպասի, դրանով աշխարհը չի ավարտվել։ Եվան էլ է մերկ եկի այս աշխարհը, ոչինչ, բան չկա, մի քիչ հումորի եմ տալիս, որպեսզի կոտրեմ այդ ամեն ինչը։ Հետո հասկացանք ինչ ա եղել իր հետ խոսելու ընթացքում, սա սեր ա խաղացել հետը, որ ես հետախույզ եմ, ռուսական բանակի գտնվում եմ պատերազմում, երկարատև, սոնց ինտենսիվ այդ մանիպուլյատիվ գործողությունների կիրառմամբ հասել է նրան, որ այս աղջիկը ճակերտավոր հիմարիկը, հազար ներողություն, սկսում է քայլ առ քայլ մերկանալ այդ նկարներն ուղարկել, թե տեսանյութ, թե ֆոտո, որից հետո այդ իր սիրելի սպիտակ ձիով ասպետը վերածվում է մի ագրեսիվ կենդանու։ Ու սկսում է շանտաժ անել, որ ես քո նկարները կհրապարակեմ, քո նյութերը կհրապարակեմ, ինձ պետքա փող տաս, ինձ պետքա սա տաս, ինձ պետքա նա տաս եւ այլն նմանատիպ հետաքննությունների ժամանակ շատ ժամանակ մենք գումար չենք վերցնում։ Փորձում ենք օգնել, որտեղ մարդու ճակատագիր կա, մարդու խնդիր կա։ Մեր շատ դեպքերում դա անգնում է մեր կոնսուլտացիայի խորհրդատվության շրջանակներում։ Վերջը, այս ապուշին մենք հայտնաբերեցինք Ռուսաստանում էինք, հա, իրականում Ռուսաստանում էր մի չկայացած, չստացված մեկը։ Եվ մեր ռուս գործընկերների միջոցով իրան համապատասխան դաստիարակչական գործողություններ արեցինք, ինքը հեռացրեց այդ ամբողջ տեղեկատվությունը եւ նաեւ նամակով ներողություն եւ այլն գրեց այս աղջկան, մեր հաճախորդուն, որ կներես սխալվել եմ եւ այլն, դու կարող ես անհոգ լինել, անհանգիստ չլինել, քո մասին որևէ մենք մոռանում ենք իրար։ Այդքանով ավարտեցինք, ես խորհուրդ եմ տալիս, երբեք էկրանի այն կողմը սև, էկրանի այն կողմը դուք չգիտեք թե ով է կանգնած եւ ինչ միտք ունի։ Ձեր սպիտակ ձիով ասպետը պետք է իրականում դուք տեսնեք ձին, տեսնեք ասպետին ձեր կողքին։ Ծաղկե փնջով կլի կգա, ձեզ կդիմի, կշփվի, ժամանակ, չգիտեմ, ձեր որոշելիքն է, բայց ոչ մի դեպքում թվային որևէ գործիքով ձեր մասին տեղեկատվություն, անձնական տեղեկատվություն, առավել եւս լուսանկարներ մի ուղարկեք։ Դրանով դուք պաշտպանված կլինեք։ Կա որևէ այս մեր սոցիալական ցանցերից մեկը, որը անվտանգ է։ Շատ հաճախ ասում են, որ օրինակ Telegram-ը անվտանգ է եւ այդտեղ չեն կարող օրինակ գաղտնա լսել, չեն կարող ինֆորմացիա հանել, թե բոլորն էլ մտնում են ձեր ասած այդ վտանգների մեջ։ Հիմա ասեմ, եթե կա հեռախոս, ես հեռախոսի անունը դրել եմ սատանայի գործիք։ Արդեն դուք գաղտնա լսվում եք։ Այսինքն, եթե կա նպատակ ձեզ գաղտնա լսել, դա հիմնականում դե պետական մարմինների կամ իրավապահ մարմինների իրավունքն է, որտեղ սահմանադրությամբ քաղաքացուն դա ցանկացած երկրի սահմանադրությամբ առանց իր գիտությամբ
իր տեղեկատվությանը հասանելիություն դառնալը կամ գաղտա լսելը, գաղտնի նկար անելը եւ այլն, դա գրերն հետապնդելի արարք է։ Եվ մեր երկրի վրա բերեմ օրինակ, օրինակ մեր երկրում եթե նմանատիպ բան անեն, դա պետք է արվի դատարանի որոշմամբ եւ դա իրավապահ մարմինների բացառիկ իրավունքն է։ Այսինքն մարդը ում վերահսկում են, պիտի անպայման իմանա դա։ Տեղյակ լինի, որ Չէ, սենց ասեմ, եթե իրականացվում է քրեական գործողություն, իսկ քրեական գործի շրջանակներում օպերատիվ հետախուզական գործունեություն է իրականացվում, ապա այդ պարագայում պարտադիր չի դիտարկվող սուբյեկտը իրազեկված լինի։ հասկացա։ Նա կիրազեկվի այն ժամանակ, երբ որ գործողությունները կավարտվեն կամ մեղադրանք կառաջադրեն կամ ուղղակի դա կդառնա առողջինչ։ Հիմա գանք ապահով մեսենջերներին կամ չկա նման մեսենջեր, որը ապահով է։ Քիչ թե շատ ուղղակի խոցելիությունն ավելի նվազ կամ առավել այլ մարմինների կամ այլ անձանց կողմից, օրինակ հակերների կողմից կամ չարամիտ մարդկանց կողմից, բայց եթե ձեր ձեռքի ապարատը, հեռախոսը ունի վերահսկողության հասանելիություն, ինքնաբերաբար ձեր հեռախոսի միկրոֆոնը, խոսափողը եւ դինամիկը լսափողը հասանելի են։ Ինքնաբերաբար դրա արդյունքում ձեզ կարան լսեն։ Կան որոշակի մեսենջերներ, օրինակ, որը սիգնալն է, սիգնալի պարագայում ինքը աշխատում է փակի։ Ինչքան որ ինքը կարա իր ներքին ծրագրային կարգավորումներով, բայց էլի վստահել բայց ամեն դեպքում ոչ մեկի երբևէ վստահել պետք չի անձնական տվյալները, լուսանկարները։ Միանշանակ։ Բանկային տվյալները։ Ամենաուժեղը, որ մարդիկ հիմա տեսել եք երևի զեղծարար սխեմաների զոհ են դառնում, հետո գալիս են մեր մոտ, ասում են փողերս փրկեք։ Ասում եմ ինչ ա եղել, ասում են օրինակ Գազպրոմը, ասենց ասեմ, փող էր տալիս, բոլոր հայերին, ամեն մեկին, չգիտեմ, ինչ-որ 1 միլիոն ռուբլի, չէ, դրամ թե ինչ։ Ասում եմ եւ հետո, ասում եմ, հետո ինձ ասացին, որ 100,000 դրամ ուղարկի քո թղթերի ճշտման, չգիտեմ ինչի համար։ Ու 100,000-ը ստարան։ Ասում եմ, դու տեսել ես, որ այդտեղ Գազպրոմ չի գրած։ Գազը Z-ով է, Z-ով, այնտեղ S է գրած։ Հասարակ պրիմիտիվ բաներ կա, խորհուրդ տամ մեր ձեր հետևորդներին, մեր արգելի բնակչությանը, որ նույնիսկ եթե միտեղ ձեզնից որևէ նամակ է գալի, որևէ բան է գալի, ուշադիր կարդացեք, արդյոք այդ նամակը տեղից է, թե չէ։ Առավել եւս բանկային տվյալները ոչ մի դեպքում պետք չի ուղարկել ոչ մեկին։ Նշանակ քարտի տվյալները, բանկային տվյալները եւ մի խորհուրդ էլ մեր հայրենակիցներին, ես գիտեմ մարդիկ, ովքեր իրանց բանկային քարտի PIN կոդը գրած է քարտի վրա։ Այսինքն դա գողին ինչա պետք, երկու աչքի լույս։ Քարտը եթե գողացավ, շուռա տալիս, հետևը այդ 4 թիվը կա։ Մտցնում է բանկամատի մեջ, արդեն փողերը կախիկացնում։ Շատ հաճախ նաև մեր անուշադրությունից եւ ոչ տեղեկացված լինելուց են խնդիրները։ Գիտեմ նաև, որ մի դեպք եք բացահայտել, էլի ինտերնետային կապով երկու աղջիկների հետ կապված։ Երկու ընկերուհի 20 տարի իրար կողք աշխատել են։ Առավոտից իրիկուն իրար հետ նույն տեղը, նույն գրասենյակում, որովհետեւ իրար ցուրջ են խմել, իրար հետ միշում են արել եւ այլն, երկուսով եկան, բա մեր սիրած տղաները մեզ գցել են։ Փող է տարել մեկից 10 միլիոն, մեկից 5 միլիոն եւ այլն։ Հիմա ասում եմ ո՞նց են տարել, բայց դեռ ցավատանում երկուսին հետ միաժամանակ ո՞նց է եղել, ես ինչ խնդիր է, բա գիտեք, չէ, իրար հետ չեն կիսվել։ Հայկական մի հատ այնտեղ բան է աշխատել, երկուսից ոչ մեկ մոտ ընկերուհին եղել, բայց չեն ասել, որ ունեն սիրած տղա։ Լավ, իմ ասում ով է այդ տղան, որտեղի տղա է, Երևանից, ասենք, որ թաղից է, որ շրջանից է, ասում է, չէ, Երևանից չի։ Քոնը ասում է, իմն էլ Երևանից չի, ասում եմ, որտեղից է, Ռուսաստանից։ Այսինքն բացառապես ինտերնետային կապի միջոցով են շփվել։ Գալիս ենք ինտերնետին, հիմա ասում եմ ոնց Ռուսաստանից, բա հա ասում է, իմ ընկերս բաներ բանակի գնդապետ, բան սենց, այս պատերազմի մասնակից բան են մեկն էլ ասում է, իմ ընկերն էլ հանցագործ աշխարհի հեղինակություններ, բան լուրջ դեմքեր, բան նկարը կա, առնվազն եթե ձեր նկարագրած մարդիկ են, իմ համար հեշտ է իմ գործընկերների միջոցով արագ նույնականացնել չի կարա, եթե ինքը իրականում գնդապետ տղա է կամ իրականում հանցագործ աշխարհում ինչ-որ որոշակի դիրքեր ունեցող մարդ է, չի կարա կնոջից փող տանի, դա ինչ մանիպուլյատիվ հասկանում եք, որ ինչ-որ մի բան այն չի։ Վերջը տվեցին սոցիալական ցանցի էջերը, տվեցին որոշակի հեռախոսահամարներ, որոնցով WhatsApp եղել բան։ Հիմա մենք համ ես եմ ստուգում, համ ուղարկում եմ գործընկերներից, որպեսզի օգնենք այս աղջիկին, հա,
սա էլ է դասվում են անվճար օգնության շարքին, էլի կոպիտ ասած, որ այս աղջիկները զգում ես նեղված են։ Հիմա եկել է իմ էկրան, իրանք 2 ժամ արդեն իմ մոտ են, սուրճ ենք խմել, զրուցել ենք, լաց են եղել, մենք ենք ուզվել իրար այդ բան, նայում եմ նույն մարդն է։ Երկուսի դեպքում էլ նույն մարդը։ Երկուսի դեպքում նույն մարդն է, այն որ հիմա ոնց ասեմ, ժողովուրդ ջան, ձեզ այդ սիրուն ինքը հայր։ Տղան ու նստած էր Ռուսաստանում։ Բանտից շատ սիրուն իրականացրել այդ ամբողջ մանիպուլյատիվ սխեման, սրանցից տարել էր փողերը, տնօրինել էր, դաս երեխեք ջան, կարևորը գտանք, որ ձեր ասպետը իրականում նույնն է, կարաք իրար շնորհավորեք, կենտ օրերեք հո սիրածն է եղել, զույգ օրերեք հո սիրածն է եղել, բայց հեռավար, այդ լրիվ տվայր միջավայրում։ Իրանք մխիթարվեցին այնքանով, որ գտան ով է ինքը, բայց ոչ պահանջի, ոչ Այսինքն գումարները հետ չվերադարձվեցին։ Չէ, փոշիացու է գնացել էր տարբեր կողմերով, տարբեր աղբյուրներով ասած։ Պարոն Գաբրիելյան, ես գիտեմ, որ դուք ձեր բոլոր այս պատմությունները նաև գրառում եք որպես պատմվածքներ։ Ես սկսել եմ գրել, արդեն 6-7 պատմություն հրապարակվել է, ամենալավագույն մեր հետաքննություններն եմ հրապարակել եւ որոշել եմ ինչքան որ կհերիքի իմ էներգիան, էնտուզիազմը գրելու եւ նաեւ մուսան ինչքան թույլ կտա ինձ գրելու, հասցնել եմ նրան, որ ինքը վերածեմ գրքի։ Ինքը նաեւ կլինի դասագիրք։ Գիրք, որտեղ մեր պատմություններն են, որը կկրի ուսուցողական բնույթ, ինչու չանել սա, ինչու անել սա եւ այլն եւ այլն։ Իսկ հետաքրքիր է, ինչքանով է արհեստական բանականությունը օգնում ձեր աշխատանքում։ Այժմ մեր կյանքի բոլոր ոլորտներում արհեստական բանականությունը կա, դուք նույնպես օգտագործում եք։ Ես ասեմ, ես ունեմ 5-6 գործիք արհեստական բանականության, ChatGPT-ին, Perplexity-ին, Copilot-ը եւ այլն, բոլոր լավագույնն են առաջադեմ գործիքները։ Ես իրանց օգտագործում եմ որպես, ասենք, իմ օգնական, օրինակ, քարտուղարուհի, կրտսեր իրավաբան, կրտսեր հաշվետար, իրանց տալիս եմ հանձնարարություններ, օրինակ, կազմիր ես ինչ տեսակի փաստաթուղթ, իրավական փաստաթուղթ, ժամանակդ խնայում է, ինքը արագ կազմում է, վերցնում եմ դա, տալիս եմ մյուս բանականության, այսինքն մյուս գործիքի։ Ասում եմ, մի հատ սա ես կազմել եմ, մի հատ խնդրում եմ ստուգես։ Ասում եմ 5-6 րոպեվա մեջ ես այս 6-ի մեջ շրջանառում եմ, ստանում եմ լավագույն խմբագրված տարբերակ։ Ինձ մնում է մասնագիտորեն ուղղակի անցնել վրայով, հասկանալ, ամեն դեպքում այնտեղ մեքենայական է, դու մարդ ես։ Այո։ Եվ մարդկային միջամտությունով ստանալ ճիշտ փաստաթուղթը։ Կամ ասենք նկար է պետք, չգիտեմ, ինչ-որ բան ձևավորել, հումորային բաներ անել, երբեմն ես տենց հումորային հրապարակումներ անում եմ սոցիալական ցանցերում, օգտվում է ինձ արհեստական բանականությունը։ Իրականում գնալով մասնագիտություններ կան, որոնք արագորեն վերանում են եւ դեռ վերանալու են, բայց մասնավոր դետեկտիվի մասնագիտությունը մարդկության հետ եկել է, մարդկության հետ գնալու է։ Մարդկության հետ եկել է առաջին օրինակը ասացիք Աստվածաշնչում է։ Աստվածաշնչում ունենք 2 օրինակ։ Մեկը հետախուզության եւ ոնց է պրակտիկ կիրառվել հետախուզությունը, բոլորս գիտենք, մեծ ջրհեղեղից հետո 40 օր Նոյան տապանը նավարկելով հասել է Արարատ լեռան գագաթին։ Եվ որպեսզի Նոյը ստուգի, թե ոնց է վիճակը, ինչ անում, բացում է պատուհանը, բացատողում ագրավին։ Ագրավի ինչ է, հետախուզական դրոն։ Բեսպիլոտնիկ։ Ագրավը գնում է, պտտվում է, ոչ մի բան չի հայտնվում, վերադառնում, այսինքն այդ հետախուզական դրոնը տեղեկատվություն չի բերում։ Որոշ ժամանակ անց ինքը բացատողում աղավնիներին, հաջորդ հետախուզական դրոնները, որոնք գնում են եւ դիտեն ու ճյուղի իրանց կտուցին վերադառնում են, ասում են, որ արդեն բերում են տեղեկություն, որ ցամաքել է, այսինքն ինքնաբերաբար դրանից մի քանի օր հետո Նոյը կայացնում է որոշում եւ տապանի դռները բացում են եւ բոլորով իջնում են Արարատյան դաշտավայր։ Դա առաջին օրինակը։ Երկրորդ օրինակը հնարավոր է իմ ուղեղի ներածի չափով ուսումնասիրել եմ Աստվածաշունչը եւ հայտնաբերել եմ այնտեղ մի հետաքրքիր հատված, դա վերաբերվում է ավագ հինգշաբթի օրվա հատվածին, որը առաջին մարդկության պատմության մեջ նկարագրված գրավոր դետեկտիվական գործողությունն է։ Առավոտյան աղոթքից հետո մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր առաքյալներից
Պողոսին եւ Հովանեսին տալիս է հանձնարարություն, ասում է կգնա Երուսաղեմ, քաղաք մտնելուց կհանդիպեք մի տղամարդու, որի ուսին կուժ կա դրած, ջրի կուժ։ Նրա հետևից կքայլեք, կհասնեք այն տունը, որտեղ ինքը կմտնի եւ այդ տան տեղը կճշտեք, որտեղ մենք անելու ենք մեր երեկոյան ընթրիքը։ Դա առաջին պրակտիկ դետեկտիվական արտաքին դիտարկման հանձնարարականն է։ Այսինքն դետեկտիվ գործունեության մասին նույնիսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ինքը այդ գիտելիքի ունակությունը տվել ավետարանի մեջ։ Շատ հետաքրքիր մեկնաբանություններ, ես չէի լսել նման բան։ Իրականում նկարագրվում է, դա դետեկտիվական process է անուշ։ Այս տարի արդեն պիտի նշեք 5-ամյակը ձեր, չէ՞։ Ինչ եք մտածում, ինչ եք ակնկալում, ինչպիսին պիտի լինի հետագան։ Տեսեք, այս տարի իրականում 5-ամյակն է, ոչ միայն մեր ընկերության, այլ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մասնավոր դետեկտիվ գործունեության։ Հայաստանում պետք է ստեղծվի դետեկտիվ դպրոց, մարդիկ պետք է սովորեն, հետաքրքրվածությունը շատ մեծ է, նամանավանդ երիտասարդների մոտ ֆանտաստիկ հետաքրքրվածություն կա։ Բոլորը գրում են, ցանկանում են գանք, տեսնենք, սովորենք։ Մենք ստեղծել ենք այդ դպրոցը եւ ապահովել ենք զարգացումը, որովհետեւ այս բիզնեսը կամ այս մասնագիտությունը ինքը պետք է լինի լավ մակարդակի վրա եւ լավ որակով։ Դետեկտիվը դա հասարակության սանիտարն է։ Գայլը անտառում է սանիտար եւ անտառն է մաքրում։ Դետեկտիվը հասարակության մեջ է սանիտարի դեր տանում եւ մաքրում։ Այո, եթե շատանան այդ մասնագիտության որակյալ մասնագետները, լավ դետեկտիվները, հասարակության մեջ կնվազի նման հանցավոր նկարտումներ անցած ներկայություն։ Առնվազն այն երկրներում, որտեղ կան դետեկտիվական մշակույթը ճիշտ եւ բարձր մակարդակի վրա է, առնվազն հանցագործությունների բացահայտումները կամ զանցանքների բացահայտումը գտնում է շատ բարձր մակարդակի վրա։ Դե ուրեմն պարոն Գաբրելյան, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, թող ձեր բոլոր այս նպատակները, ձեր ծրագրերը իրականանան եւ գուցե 5 տարի հետո հանդիպենք բոլորովին այլ վիճակագրությամբ եւ ավելի հետաքրքիր պատմություններով։ Աննա ջան, շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ ես մեր հետաքրքիր եւ գեղեցիկ բովանդակալից զրույցի համար։ Ես էլ մաղթում եմ քո հաղորդաշարին երկար կյանք, հարատև եթեր եւ իրականում 5 տարի հետո մենք հանդիպելու ենք։ Այո, եւ լավ հովանավորներ։ Լիքը հովանավորներ, լիքը։ Սիրելի հետևորդներ, կարծում եմ ձեզ այնքան հետաքրքիր եղավ, որքան եւ մեզ։ Դուք շարունակեք դիտել մեր հաղորդումները, եթե դեռ չեք բաժանորդագրվել, արեք դա հենց հիմա, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Մեր գործընկերն է Կինեա գինին, նրբահամ եւ համեղ գինի, սպիտակ եւ կարմիր տարբերակներով։ Կինեայի գինիները ձեռք բերելու համար կարող եք գրել Կինեայի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Մեր գործընկերն է վայրի ապրանքանիշը պահածոների իր չկրկնվող տեսականիով։ Յուրահատուկ համեր, որոնք իսկապես անմահական են։ Անձամբ փորձել եմ, փորձեք նաեւ դուք։ Վայրի, զգացեք վայրի բնության համը։ Մեր գործընկերն է Art Embassy ցուցասրահը։ Հենց այստեղ են տեղի ունենում մեր նկարահանումները։ Շնորհակալություն հրաշալի միջավայրի եւ տաղավարը մեզ տրամադրելու համար։